Ողջույն իմ սիրելի հետևորդներ եւ այսպես կոդ բալանսն է մեր եթերում եւ ձեզ հետ Արմինե Գրիգորյանն է նեյրոֆիզիոլոգ առողջության եւ էներգիայի վերականգնում հակաստրես ինչպես հասնել հաջողության եւ ներդաշնակել կյանքի տարբեր ոլորտները Այսօր իմ հյուրն է Կին, որը հասել է հաջողության այն բիզնեսում, որտեղ երևի շատերս կցանկանայինք աշխատել։ Դա туриզմի բնագավառն է։ Ճանապարհորդել, հաճույք ստանալ կյանքից, վայելել վառ ճամփորդությունների այն ամբողջ գեղեցկությունը, որի մասին երևի երազում ենք բոլորս։ Աննա Ավետիսյան Տուրիստական կազմակերպության հիմնադիր, ղեկավար, նաև բազմաթիվ հարթակներում ակտիվ սոցցանցերում բավականին նոր տեխնոլոգիաներ ներկայացնող туриզմի ճամփորդությունների համար անձնավորություն, որի հետ ես ինքս միշտ շփվում եմ եւ որի հետ ճանապարհորդում եմ։ Շնորհակալություն Արմինե ջան, շնորհակալություն հրավերի համար։ Փոխադարձ շփումը ինձ համար է հաճելի եւ առողջարար։ Ինձ թվում է, որ այսօր մենք խոսելու ենք հենց կյանքի այն ոլորտների մասին, որոնք միշտ թաքցնում ենք, մեր սոցցանցերում, Instagram, Facebook, մենք երևում ենք վառ, ակտիվ, բայց իրականում չի երևում այն ամբողջ մեր տանջանքը, հոգնածությունը, որը ներդնում ենք այս գործունեության մեջ, որպես մասնագետներ, որպես բիզնես կանայք։ Ուզում եմ մի հարց տալ, վերջին անգամ Աննա ջան, երբ ես լաց եղել հոգնածությունից։ Մա պետք է հիշեմ, բայց երևի լինում են պահեր, երբ ինքդ քեզ հետ ես մնում հաճախ բիզնես գործունեության մեջ, երբ էներգիայիդ մեծ մասը ծախսում ես, բայց տանը միևնույն է շարունակում ես մնալ կին, մայր, ընտանեկան հոգսեր, ու գալիս է մի պահ, երբ սպառվածությունից, հոգնածությունից իրականում է պահին Ուղղակի փորձում ես գտնել մի աղբյուր, որտեղից կսկսես սնվել էներգիայով։ Եվ այդ սպառման պահին լինում են, այո, պորտկումներ, երևի թե վերջերս պատահել է այդպես դեպք, որ Եվ լավ ասացիք, իսկ որտեղից եք կարողանում սնվել, ստանալ էներգիա։ Ամենաշատը ճամփորդություններից անկեղծ կլինեմ, որը հաճախակի իրականացնել չի ստացվում։ Վերջերս բացահայտել եմ, որ ես նաև կախվածություն ունեմ ճամփորդելուց։ Բայց եկեք ասենք, որ դուք տարվա մեջ երևի մի քանի անգամ եք ճամփորդում։ Հիմա իմ ցանկացած քանակով հաճախակի չի լինում, որտեղ նախընտրում եմ նաև որ երեխաներիս հետ լինի, ընտանիքով, աշխատանքի բերումով, այո, գործուղումներ հաճախ են լինում։ Երբեմն իհարկե գործուղումը վերածվում է նաև ավելի ծանրաբեռնված գրաֆիկով դարձյալ աշխատանքի։ Պատասխանատու ես խմբերի համար, դա հանգիստ չի, այլ աշխատանք։ Աշխատանք, բայց նաև մեծագույն հաճույք է ստանում, երբ որ տեսնում ես մարդկանց գոհունակությունը, երբ տեսնում ես, որ ճամփորդությունը մարդկանց կյանքում բերեց այդ փոփոխությունը եւ էներգիայի հիմնական աղբյուրը հենց մեր ճանապարհորդողների դրական փոփոխություններն են, երբ որ տեսնում ես իրենց կյանքի որակի վրա ոչ միայն քո, այլ նաև այլ մարդկանց կյանքում ունեցած ներդրման մասով։ Ես ասեմ, որ ինքս միշտ ունեմ այդ կախվածությունը ճանապարհորդելուց, հատկապես ինքնաթիռ նստելուց, որովհետեւ եթե ես մի 2 ամիս ինքնաթիռ չեմ նստում, ինձ վատ եմ զգում։ Նույնիսկ մայրիկս միշտ վրաս ջղայնանում էր, որ տարիքում էր որ լինեն, գիտեք, մամաները, ուր ես թռնում, ուր ես այդքան քեզ տանջում, հա, ոնց կարելի է այդքան ինքնաթիռ նստել։ Իրականում այո, ես էլ այդ ռեստարտը համարում եմ կարևոր ու նոր կուլտուրաներ, նոր տեղեր տեսնելը, նոր աչքիդ առաջ միջավայրը փոխվելը, ես որպես ֆիզիոլոգ ասեմ, որ դա ամենալավ հակաստրեսն է։ Եվ երբ որ զուգակցում ենք նաև իհարկե շնչելը, հակաստրեսը եւ այո, նոր տպավորությունները շատ կարևոր է նոր մարդկանց հետ շփվելը, թեկուզ գնում ենք գործողումների, բայց միևնույն է փոխում ենք միջավայրը։ Ասենք որ դա էլ է շատ կարևոր, միանշան է։ Տարբեր երկրների մարդիկ տարբեր ձևով են իրենց հանգիստը կազմակերպում, իրենց աշխատանքը, ու մենք մեր հայավարի ձևերով չենք էլի հատուն, ճաշ, տուն մաքրել եւ այլ, հետո գնում ես ինչ-որ միջավայր, որտեղ պետք է քեզ լրիվ լուրջ ցույց տաս, ու այդ ամբողջը պետք է լինի այն մակարդակի, որպեսզի քեզ ընդունեն տարբեր երկրներում ճիշտ ձևով։ Աննա ջան, ինչպես եկար այս բիզնես եւ ես ուզում եմ մի երկու խոսք էլ ասես, այ ինչ որ նոր հնարավորություններ ունենք ճանապարհորդելու եւ միացնելու մեր ծրագրերը իրար, ես արդեն այդ ուղղությամբ գիտես լուրջ արդեն զբաղվածությունն եմ ու ուզում եմ որ
գնանք եւ պարգևենք մեր ընկերներին, մեր լսարաններին այն հնարավորությունները, որ եւ ճամփորդենք եւ առողջանանք։ Այո։ Ասեմ, որ իրականում ինքս նախ միշտ հետաքրքրվել եմ նորարարական տեխնոլոգիաներով եւ այսօր туриզմի ոլորտը բոլորովին նոր ոլորտ է տեղափոխվել, նոր աստիճանի, եթե մենք շրջագայում ենք Եվրոպայով շատ ավելի զարգացած երկրներով գրեթե չենք հանդիպի տուրիստական գրասենյակների։ Այսօր Հայաստանում տուրիստական գործակալությունները դեռ շարունակում են իրենց դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում, բայց մենք բոլորովին նոր ոլորտ ենք բերում, նոր որակ ենք բերում։ Սա եւ դժվար է ոլորտում նոր խոսք ասելու տեսանկյունից, մարդկանց անծանոթ է, վստահության խնդիր կա, որը քայլ առ քայլ արդեն կարողանում ենք հաստատել։ Բայց տեսեք, երբ որ մարդը ինքն է կազմակերպում իր ճամփորդությունը, սա բոլորովին այլ հմտություններ են։ Ու ցանկացած տարիքում մարդը իրեն կարևոր է զգում, երբ փոքրիկ ամրագրում ստացվեց իր մոտ, իր ճամփորդությունը պլանավորել կարողացավ, եւ ասեմ, որ մենք ճանապարհորդական նոր պրոյեկտ ենք բերել Հայաստան։ Եվ շատ ակտիվ հիմա զարգացնում ենք ոլորտային առումով կարող է համապատասխանել օրինակ IT ընկերություններին թիմ թրիփերի հետ կապված, կարող է համապատասխանել հետաքրքիր թեմատիկ տուրերի կազմակերպման տեսանկյունից, օրինակ գնանք քաղաքից դուրս միասին շնչելու, նույն արժե համակարգ ունեցող մարդիկ ում կհետաքրքրի միասին ճամփորդելը։ Բայց ես գիտեմ, որ ձեր ծրագրերում կարող են մասնակցել եւ մեծահասակները, եւ ընտանիքներով, եւ բիզնես, եւ իհարկե հենց մեր նախագծայինը, որ մենք ուզում ենք օրինակ շատ իմ հետևորդներ միշտ ուզում են, որ մենք միասին ճանապարհորդենք, գոնե մի 6-7 օր լինենք միասին, անցկացնենք մեդիտացիոն ծրագրեր, ինչու՞ չտեսնենք նոր միջավայրեր ու օգտվենք նաև այդ հնարավորություններից։ Ինչ շատ դուր է գալիս ձեր այս նոր տեխնոլոգիան եւ մենք դրա մասին մեր էջում կտանք ինֆորմացիա, որովհետեւ դա այն նորույթն է, որը ինձ թվում է շատ շատերիս է գրավելու։ Բայց ուզում եմ ուղղակի այսօր խոսել քո կյանքի ոլորտների ներդաշնակության մասին։ Ես ինքս էլ եմ միշտ աշխատանք, հա, հաճախորդներ, գործուղումներ, բայց որտեղ ես կորցնում քո էներգիան եւ որտեղ ես այն ստանում։ Ասացիր, որ ճամփորդություններից ստանում ես, հիմա արի խոսենք որտեղ ես լարվում, որտեղ ես կորցնում։ Շատ հաճախ լինում է, որ աշխատանքային վազքի մեջ մենք երբեմն անում ենք ավելին, քան թույլ է տալիս մեր ռեսուրսը, եւ սպառվելուց հետո նոր հասկանում ենք, որ իրականում արել ենք ավելին, քան կարելի էր։ Հիշում եմ, շատ վաղուց լսել էի հանգստի հիգիենա ասվածի մասին, որ այո, իզուր չէ, որ շաբաթվա մեջ մենք ունենք շաբաթ կիրակի, որը նախատեսված է հանգստի համար, տարվա մեջ ունենք 1 ամիս արձակուրդային ամիս, որի ընթացքում իրականում մենք պետք է ունենանք հանգիստ, եւ ցավոք սրտի հայ կնոջ առօրյայում շաբաթ կիրակին երբեմն ավելի ծանրաբեռնված է լինում, քան սովորական աշխատանքային առօրյան։ Իրականում գուցե անհամասեռ բաշխվածությունն է, երբ որ օրվա մեջ անում ես ինչ պետք է, հա, երբեմն չգնահատելով քո ռեսուրսը, եւ ես մի քիչ սովորել եմ հիմա շաբաթվա մեջ ժամանակ տրամադրել ինձ, կարող եմ հաճախել սպորտի, լողավազան, որտեղ դրա շնորհիվ ես կարողանում եմ վերականգնվել ինքս ինձ հետ մնալով, անգամ ընտանիքի անդամներից։ Դա էլ է շատ կարևոր։ Այո։ Նույնիսկ ես մի ծանոթ ունեմ, որն ասում է 1 օր առանց ինֆորմացիայի եւ հեռախոսները, գadgetները ամեն ինչ անջատում են ու միայնակ տղա է կարող է իրեն թույլ տալ այդպես, բայց մենք մտածում ենք այսօր հեռախոսը 5 րոպե մեր կողքը չի ու մենք վատ ենք։ Հա, մենք ուտում ենք ոտքի վրա, մենք քնում ենք հեռախոսով եւ դրանք էներգիա քաշող, ասեմ որ դրանք գիտականորեն ապացուցված ֆիզիոլոգիական երևույթներ են։ Սրանց բոլոր արձակած հաճախականություններն ազդում են մեր ուղեղի վիբրացիաների վրա, որի արդյունքում մենք չենք կարողանում լիցքաթափել մեր խեղճ գլխուղեղը, մեր աչքերը, ականջները եւ արդյունքում պարզում է, որ այդ ինֆորմացիան մարսելու վրա մեր ուղեղը 30% ավելի շատ էներգիա է ծախսում, քան ֆիզիկական 2-3 կիլոմետր վազելու։ Արդյունքում երեկոյան կողմ գլխուղեղում կուտակվում է մոտավորապես իսկ հաշվարկել էին քանի գրամ տոքսին եւ որpիսի նա լվացվի եւ հեռանա գոյություն ունի մեր լիմֆատիկ համակարգ ավշային գիշերը պետք է ճիշտ դիրքով պարկես պիտի հանգստանաս այն էլ ժամը 11-ից 12-ը որ ողնուղեղից հեղուկը գնա լվանա այդ մեր կուտակած այդ հիգիենիկ մնացորդները հակահիգիենիկ եւ հանի եւ եթե կիսատ ես քնում այդ տոքսինները չի գնում եւ առավոտյան մարդիկ արթնանում են այդ մշուշոտ խառնված վիճակներում անջան լարվածություն կա կյանքում վախեր տագնապներ
Միանշանակ, որովհետև եթե իմ քնի ռեժիմի մասին հիմա խոսեմ, ես վստահ եմ որպես մասնագետ Ես շատ կդնեմ դիտարկումներ կստանամ ձեր կողմից, բայց այսօր փորձում եմ համակարգել, եթե մենք չենք հետևում հանգստի հիգիենային, քնի հիգիենային, ապա գալիս է մի ժամանակահատված, որ չգիտեմ, օրերով կարող ես դու չվերականգնել ռեսուրսը, ու եթե մեզ թվում է, որ օրվա մեջ 20 ժամով աշխատել արդյունավետ է, ճիշտ հանգստի ռեժիմը մեզ բերում է աշխատանքի արդյունավետության բարձրացման։ Եթե նույն աշխատանքը դու կարող ես անել 1 ժամում, ավելի ճիշտ առողջական ֆիզիոլոգիական վիճակում դու կարող ես անել 15-20 րոպեում։ Այո, այսօր երբ որ նույնիսկ ասում են անընդհատ մեկը գրեց, դու նայում ես ով գրեց, հա, դու անջատում ես ուղեղ այն կենտրոնացումից, այն գործի, որի վրա դու հենց հիմա աշխատում էիր։ Եվ այդ նույն 15 րոպեի ու 2 ժամի իհարկե պատմությունը շատ ճիշտ է։ Նաև այսօր խորհուրդ է նույնիսկ այսպես է բացատրվում, քանի որ մենք բոլորս նստակյաց ենք, թեկուզ թվում է մեքենայի ղեկին ենք, վազքի մեջ ենք, երեխաներին տարանք, այստեղ հատկապես Ամերիկայում են ինձ ասում, ամբողջ օրը շարժվում եմ, ասում եմ որտեղ մեքենայով, բնականաբար դա շարժում չի մեր մկանային համակարգի համար։ Եվ մենք ունենք 70 միլիարդ բջիջներ ուղեղում, նեյրոններ, որոնք պատասխանատու են մեր շարժողականության համար։ Եվ ունենք ընդհանրապես 4 միլիարդ, որոնք կենտրոնացման, մտածելու, մտքերի ստեղծման վրա են աշխատում։ Եվ մենք ուզում ենք այս մտքով ղեկավարել այն 70-ին, որը ուզում է էներգիա ստեղծել շարժման միջոցով։ Եվ այսօր հենց առաջանում է այդ տուպիկը, որի արդյունքում մեր ռեսուրսը պակասում է։ Այդ ճամփորդություններից ինձ դա է դուր գալիս, որ պարտադիր քայլում ես, ուզես չուզես, հա, նավ բարձրացար, իջար, անցյալ տարի ես կրուիզում էի եւ թեկուզ թորնիկներով, ընտանիքներով թվում էր ոչ թե հանգստի են գնացել էր օգնելու, բայց միևնույն է հետո այդ երազում ես նորից այդ նույն օրը գնաս, քայլես, թեկուզ հոգնես։ Այո։ Ինչպես է ստացվում, որ տարբեր ուղղություններով կինը ճանապարհորդելիս տարբեր հոգեկան բավարարվածություն կարող է ստանալ կամ ֆիզիկական թեկուզ հոգնածություն, բայց մեկը բավարարված է լինում։ Նախ ասեմ հանգիստը որպես թերապիա բավականին երկարաժամկետ է գործում, այսինքն ուղղակի ճամփորդության ընթացքում չի գործում։ Ես ինձ վրա արդեն զգացել եմ նաև, որ երբ որ ամրագրում եմ ճամփորդություն, արդեն սկսում եմ ապրել այդ էմոցիաներով, որտեղ պետքա գնամ, ինչ պետքա տեսնեմ, սկսում եմ սպասել, արդեն իսկ գալիս է դրական լիցքեր, էներգիա ստանալու process-ը։ Հանգստի ընթացքում որքան էլ որ պատասխանատվություն կան, ռիսկեր կան, այսօր մենք ունենք տուրիստներ արտերկրում ու որքան էլ որ туриզմում աշխատելը ստրեսաշատ է, որտեղ դու ամեն օր 24/7 ռեժիմով աշխատում ես, եթե տուրիստն ունի խնդիր, դա ամիջապես դառնում է քոնը, բայց միևնույն ժամանակ այս աշխատանքը, այս ոլորտը ամենագայթակղիչն է, եթե մի անգամ հայտնվում ես այստեղ, այլևս ոչ միտեղ չես կարողանում գործունեություն ծավալել։ Ու հանգստից, բայց շատ եմ հայտնվում։ Հանգստից հետո էլ, երբ որ դու վերադառնում ես, անընդհատ սկսում ես վերապրել այդ նույն էմոցիաները, նույն դրական էներգիան, եւ ճամփորդությունը կարողանում է վերականգնել մեր ռեսուրսները, տալ հնարավորություն, որ մենք նոր տեսանկյունից նայենք։ Ես վստահ եմ, որ որպես մասնագետ կփաստեք, որ ցանկացած նոր տեսարան, նոր երկիր, նոր քաղաք օգնում է, որպեսզի մենք ավելի հեռանանք այդ մեր հիվանդությունից եւ այլ ստրեսից առաջացված հիվանդություններից եւ արդեն դա նաեւ բժշկական տարբեր հետազոտություններով ապացուցված է, որ ճամփորդությունը շատ հիվանդությունների կանխարգելման ճանապարհ է, որովհետեւ այս դեպքում մի հարց չի լուծվում, այլ մի քանի, ստրեսից ազատում, լիցքաթափում։ Մենք շատ հաճախ հենց տարեցները թոշակառուները այլ երկրների, եվրոպական եւ այլ սկսում են ակտիվ ճամփորդել։ Ես ինքս երևի մի 10 տարուց ավել անցել է Իսպանիայում ենք կարծեմ ու այսպես հոգնած մեր առօրյայից հետո հասել ենք Իսպանիա, պարկել ենք եւ չենք ուզում այդտեղից վեր կենանք եւ այնտեղ տեսնում ես 75+ հազիվ դողդղալով, բայց խաղեր են խաղում։ Երեկոյան հագնում են իրենց գեստները, գալիս են ապարելու։ Այդ նույնը ես տեսնում էի, թե եթե հայտարարում էին սպիտակ երեկո նավի վրա, ինչպես էին տարբեր տարիքի մարդիկ հագնում այդ հագուստը եւ գնում վայելելու այդ երեկոն։ Իհարկե այս կուլտուրան մտցնել մեր ազգի մեջ, մեր տարեցների համար մի քիչ բարդ է, որովհետեւ մեր թոշակները թույլ չեն տալիս այդ հնարավորությունները, որ ճամփորդենք, կա այսպիսի կարծիք։ Ինչ կարող եք առաջարկել։ Մենք իրականում ունենք շատ հետաքրքիր մի նախաձեռնություն, որ հենց արել են 70+ տարիքի մարդիկ Հայաստանում, մարդիկ ովքեր այդ տարիքում շատ
սուղ համեստ պայմաններով ապրելու կարգավիճակում իրենց թույլ են տվել ճամփորդել եւ այսօր հնարավորությունը որ արդեն Հայաստանում էլ է հասանելի տալիս է հնարավորություն մարդկանց մաս վճարումներով պլանավորել անգամ նվազագույն հասանելիությամբ ճամփորդություններ իսկ ամենակարևորը այդ միջավայրն է որ 70+ տարիքի մարդիկ իրենց զգում են կարևոր մեկը մյուսին այդ ինֆորմացիան փոխանցելու տեսանկյունից իրենք շփվելու շատ այո իրենք հիմա արդեն մեկնարկել է ունենք ակումբ որտեղ որ երկրորդ շնչառություն է կոչվում որտեղ անունը ինչ որ շատ մոտ է ինձ ես ոնց որ պիտի գամ ձեզ մոտ շնչացնեմ բոլորին ես կարծում եմ իրենց այդ հանդիպումը շատ արդյունավետ կլինի հենց նաև իրենց համար ու մեծ սպասելիքներով ուզում են ձեզ հետ հանդիպել ասեմ որ այսօր ձեր տեսանյութը նայում էինք ասացի որ հիմա գալիս եմ ձեզ մոտ հարցազրույցի իրենք շատ լուրջ էներգիա ունեն թվում է թե կյանքի ընթացքում մենք սպասում ենք որ երբ է գալու են ժամանակահատվածը որ մենք ազատ ենք հոգսերից աշխատանքից ու պետք է հանգստանանք բայց երբ գալիս է մարդիկ անցնում են թոշակային տարիքում մարդիկ իրենց սկսում են անպետք զգալ ուզում են անպայման որևէ գործունեության մեջ ներգրավված լինեն իրենց կարևորը զգան եւ հենց այս հարցը կարողանում եք լուծել նաեւ այս տարբերակով Աննա ջան որովհետեւ ես ինքս տեսել եմ տատիկս համարյա 90 տարի համարյա 90 տարի ապրեց եւ վերջին տարիներին պարզ է մենք հոգնում ենք իրենք նույն բանը հիշում են իրենց ամբողջ կյանքից դու չես կարող քո զբաղվածությամբ նստել ու լսել անընդհատ էմոցիա տալ եւ նույնիսկ ասում են չկա մի հատ այդտենց տեղ գնանք նստեմ շփվեմ իմ տարիքի մարդկանց հետ նույնը այսօր ես նայում եմ էլի ծնողներ եւ այլ հա որքան իրենց կյանքը փորձում ես լցնել լիազնել միևնույն է իրենք օրվա մեծ մասը պարապ են Եվ երբ որ հայրիկիս տարա կրուիզ, չնայած նա ինքը туриզմի ոլորտում է եղել ամբողջ կյանքում, ու սպորտսմեն, ակտիվ եւ ճամփորդել է շատ, բայց դա սովետական միության ժամանակ էր։ Երբ որ տարա նավով կրուիզ, ինքը որ քայլել չի սիրում եւ օտար լեզուները ռուսերենից բացի չգիտի, 10 րոպե հետո տեսնենք, անգիր գիտի, չգիտեմ, ինչ որ մեր վարորդի ամբողջ կյանքի պատմությունը, պապա ոնց է իմացել Google Translate-ով։ Այսինքն իրոք սա շատ լավ քայլ է թե մեծահասակների համար, նաև երիտասարդների համար, որ ովքեր ուզում են զարգացնել իրենց բիզնեսը, շփվել տարբեր երկրներում, մենք կթողնենք երևի մեր YouTube-յան էջում Իսկ կարծում կարող են գրել ձեզ անգամ եթե անձնական նամակով անպայման թե մեծահասակներ մենք ունենք միջոցառումներ իմ հետևորդների մեծ մասը հենց մեծահասակներն են հատկապես Facebook-յան որտեղ իհարկե առողջական խնդիրները լուրջ հետևանքներ են թողել եւ չեն կարողանում տնից դուրս գալիս միշտ նայում եմ ԱՄՆ-ում օրինակ այլ երկրներում նույնիսկ Իսպանիայում ես տեսել եմ ինչպես թթվածնի ապարատը քթին կինը եկել է outlet բրենդային խանութներից առևտուր անելու իսկ այդտեղ ուրիշ ոչինչ չկար ոչ կողքը հյուրանոց կա ոչինչ Ռոկադե Վիլիջում կողքը ապրելու տեղ չկա բայց թթվածնի բալոնը Սայլակով քաշելով կինը եկել էր առևտուր անելու այսինքն ապրում է կյանքը թե այդպես է թթված ինչ ունի գոնե զբաղվում է վայելել Գիտեք, երբ որ մենք ենք մարդկանց ցուցում, որ պետք է ապրել, պետք է ճամփորդել, շատ հաճախ մեր տարիքում է ցուցումը տալ ավելի կյանքի մեծ փորձ ունեցող մարդուն մի քիչ տեղին չի լինում, բայց երբ որ իր տարիքի, իր նույն հոգսով, առողջական նույն խնդիրներով մարդը ճամփորդում է ու այդ օրինակով կարողանում է ողջևորել իրեն, շատ կարևոր է, ուսած մի բան ասեմ, այս տարիքի մարդիկ ունեն ռեսուրսներ, ու մենք վերջերս ունեցանք դեպք, երբ որ երիտասարդների մեծ խումբ եկել էր այդ արեց մարդկանց մոտ սովորելու, լսելու, շփվելու, ու ստացվում է, որ իրականում իրենք ունեն շատ լուրջ փորձառություն, որը շատ հետաքրքիր է անգամ մեր երիտասարդներին։ Իհարկե ես ուզում եմ, որ մենք միասին, Աննա ջան, մեր այս ներդաշնակության անիվը լրացնենք, սա ոնց որ սովորություն է դառնալու մեր այս ոդկասթում։ Կյանքի տարբեր ոլորտները, սիրելիներս, տարբեր ռեսուրս են մեզանից խլում օրվա ընթացքում, կյանքի ընթացքում, հա, դա առողջությունն է, նույն ճանապարհորդությունն է, որը մտնում է երևի մեր զբաղմունքների ոլորտի մեջ, սերը, հարաբերությունները, ընկերները, մեր անձնական աճը, զարգացումը, եւ եթե մենք 10 բալանոց համակարգով գնահատենք ամեն մի ոլորտը, լավագույն էներգիա տալու չափը եւ 0-ն իհարկե ոչինչ չտալն է այդ սֆերային, եկեք այս կետեր նշենք, ըստ ձեզ Աննա ջան, որ կետի մեջ է, օրինակ ձեր սիրո ոլորտը, ձեր ճամփորդությունը, ձեր երեխաներ ընտանիքը, եւ եթե կյանքի բոլոր ոլորտները համահունչ ենք
էներգետիկ ոնց որ ծախս անում, ապա նա պետք է լինի անիվի տեսքով։ Բայց սովորաբար բոլորիս մոտ ինչ որ աշխատանքը քաշում է իր կողմ, սուր ծայրով է դուրս գալիս։ Սիրելիներ, դուք էլ կարող եք գտնել ձեր մոտ այս անիվը եւ իհարկե նշումներ անել ու արդյունքում կհասկանաք արդյոք ճիշտ եք ապրում դուք։ Արդյոք կա ներդաշնակություն, խաղաղություն, հանգստություն ձեր կյանքի ռիթմի մեջ, տարբեր ոլորտներում։ Նշում ենք Աննա ջան, որ ոլորտը ինչքան տեղ է գրավում ձեզ մոտ, եւ ես ուզում եմ ասել, որ իրականում երջանկությունը նույնիսկ համարում են հենց այս ներդաշնակության մեջ, որքան ես դու կարողանում վայելել կյանքի այս պահը, այս րոպեն, որքան ես դու դրա մեջ։ Եվ ինչպես միշտ ուզում եմ խորհուրդ տալ, որ գնահատենք այն ինչ ունենք եւ փորձենք սովորել, ես ինքս միշտ սովորում եմ, տեսեք հիմա Աննան ինձ բացեց մի հետաքրքիր թեմա, որ նույնիսկ Հայաստանում կան մարդիկ 70+, ովքեր հավաքվում են, ուզում են զբաղվել առողջությամբ, ճամփորդությամբ, զբաղմունք, շփում։ Ես նույնը տեսել էի Մոսկվայում, որ կա արդեն այնտեղ Զարովա Դալգալեծի ուղղությունը եւ ամբողջ աշխարհում կա արդեն դա, որ այնտեղ գնում են թատրոններ միասին, գնում են տարբեր տեղեր, ես միայն ողջունում եմ այս մոտեցումը կյանքի։ Ես ուզում եմ, որ մեր մեծերը չհամարեն իրենց հիվանդ, ծանր հիվանդ ու նստեն տանը։ Ցավոք այդպես են իրենց կարծում նաև երիտասարդները այսօր։ Եվ մեծերից քիչ էներգիա ունեն։ Ամբողջ օրը աշխատանք, գիշեր-ցերեկ իրենց հոգսերի մեջ ժամանակ չունեն զբաղվելու։ Եվ եթե ինչ որտեղ կարողանում են հասցնել ընկերներով գնալ, ընկերներով ինչ որ շաբաթը, ամիսը մի անգամ ինչ որտեղ կաֆե, ռեստորան, համարում են, որ իրենք զբաղվեցին ինչ որ հանգստով։ Գրեցինք, որ ոլորտը քաշեց, եթե գաղտնիք չան։ Շատ հայտարարակ վիճակ է ինձ մոտ։ Իրականում կյանքում շատ հաճախ իրեն պետք է կանգ առնել, հասկանալ թե ուր ենք գնում։ Այսօր միջայլոց խոսում էինք բիզնես գործունեության մասին ու ցավով նշեցինք, որ Հայաստանում շատ հաճախ այդ բիզնեսը զուտ ցուցադրական ինչ որ կողմ ունի։ Բիզնես անելու իրական նպատակը գումար աշխատելն է, բայց մեզ մոտ շատ հաճախ այդ process-ը վերածվում է եւ դառնում է երկրորդական, մարդիկ ավելի շատ բիզնես ունենալու զուտ գլխացավանքով են սկսում ապրել ամբողջ կյանքը, երբ որ նայում տեսնում ես կյանքիդ մեծ մասն անցել է ու չես հասցրել։ Այո, փող ինչպես աշխատենք, բայց երբ ծախսենք ու որտեղ, այո, հետո արդեն առողջություն չի մնում վայելելու համար, ցավոք դա շատ հաճախ է, դրա համար սիրելիս կանգ ենք առնում այսօր, գնահատում ենք որ տարիքում էր որ լինեք ձեր կյանքի ոլորտները եւ հետո որոշում եք որին տակ ավելի շատ ռեսուրս ու էներգիա։ Իսկ այդ հարցում մենք ձեզ կօգնենք։ Ես, Աննան, իմ բոլոր հյուրերը, ովքեր կարող են իրենց գիտելիքներով, փորձով կիսվել ձեզ հետ, ձեր կողքին ենք։ Գրեք մեզ, ինչ ոլորտներն են ավելի շատ ձեզ հետաքրքրում։ Ուզում եք գտնել ձեր կյանքի իմաստը, փոխել կյանքի որակը, ճանապարհորդել, թե առողջանալ, այս ամենը մեզ միշտ հետաքրքիր է։